Բարև ձեզ, եթերում 911 հաղորդաշարն է։ Ապրիլի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին։ Պարոն վարչապետ, արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը ձեր այցի կապակցությամբ պատրաստ է։ Զեկուցող փրկարարծառայության տնօրեն Գնդավետ Գասպարյան։ Ազատ։ Նստեք խնդրեմ։ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարարծառայության հարգելի աշխատակիցներ, այսօր ես այստեղ եմ ներկայացնելու նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին եւ հաջողություններ մաղթելու նրան այս կարևոր աշխատանքում եւ հույս ունենալ, որ նաեւ նրա պաշտոնավարման արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա։ Ինչ վերաբերվում է սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում ենք, շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար։ Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք, եւ ես պիտի ուղիղ եւ անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար եւ մարդկայնորեն եւ բարոյական առումով եւ քաղաքական առումով տեղի ունեցածը անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է մարդկայնորեն եւ նաեւ գիտեք, որ պատերազմից հետո 44 օրյա ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը եւ մենք այս ընթացքում աշխատել ենք եւ ունեցել ենք փոխադարձ հարգալից վերաբերմունք բնականաբար, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի եւ ի վերջո այդպես է եւ այդպես է նաեւ այս իրադարձություններից առաջ եւ ես հույս ունեմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ եւ ուղիղ ենք ընկալում։ Գիտեք, հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ միտեղ բարեկեցության շատ բարձր մակարդակ չկա։ Առավել ևս մենք մի երկիր ենք, որը ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ եւ ընդհանրապես անվտանգային սուր մարտահրավերներ, եւ մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո նաեւ անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում արկա խնդիրները լուծել, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնել եւ ի վերջո մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա հիմնական ուղերձը սա պիտի լինի եւ պարոն Փամբուխչյան եւ ձեզ եւ նախարարության մյուս աշխատողներին, ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել եւ նաեւ ուզում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք եւ կրկին հաջողություն եմ մաղթում, պարոն Փամբուխչյան, խնդրեմ խոսքը ձերն։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այս բարձր վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ ջանք եւ եռանդ չեմ խնայելու, արդարացնելու համար ձեր եւ հասարակության սպասումները։ Ես այս նախարարությունում նորեկ չեմ եւ ամբողջ ծավալով տիրապետում եմ աշխատանքներին եւ առաջնահերթություններին։ Եվ ձեր թույլտվությամբ ուզում եմ նշել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվելու եմ կառավարության եւ քաղաքական թիմի որդեգրած օրակարգով եւ արժեքներով։ Եվս այսքանը, շնորհակալություն եւս մեկ անգամ։
Ջրի մղումն ապահովող սարքեր, հրշեջ հիդրանտներ, ինչպես է կատարվում հիդրանտների վիճակի վերահսկողություն, պարզել է մեր նկարահանող խումբը։ Քաղաքային բնակավայրերում հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ իրականացման գլխավոր գրավականը ջրի մղումն ապահովող սարքերն են, հիդրանտները։ Տեխնիկական ինչ վիճակում են գտնվում, ինչպես է կատարվում դրանց վերահսկողությունը, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները փնտրել է 911 հաղորդաշարի նկարանող խումբը։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից հանրապետությունում հաշվառվել են թվով 1828 հրշեջ հիդրանտներ, մարզերում առկա են թվով 1227, որից գործում են 823 եւ չեն գործում 404-ը։ Տարիներ շարունակ հանրապետությունում տեղադրվել են տարբեր երկրների արտադրած հիդրանտներ, որոնց մարտավարատեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել հրշեջ մեքենաներին։ Նաև քիչ չեն դեպքերը, երբ տեղադրված հիդրանտների գտնվելու վայրն անհայտ է։ Դրանք չօգտագործելու պատճառով առաջանում է անսարքություն։ Անսարք հիդրանտները գործածելի դարձնելու ուղղությամբ եւ յուրաքանչյուր եռամսյակի վերջին շաբաթը ներկայացնում են կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, այսինքն փորձում են անսարքները վերանորոգեն, ասֆալտապատման հետևանքով, որ գետնի տակ է մնացել, փորձում են դրանք գործածելի դարձնեն։ Որոշակի քանակությամբ հրշեջ հիդրանտներ ընդհանրապես չեն հայտնաբերվել։ Դրանք հնարավոր են ընդհանրապես մնացած լինեն ձեր ասած ասֆալտածածկույթի տակ, լցված լինեն աղբով, որ հնարավոր չլինի գտնել եւ այլն, ու դրան լուծում է տրվում ըստ դրա տեղադրման անհրաժեշտության։ Եթե տվյալ տեղում անհրաժեշտ է հրշեջ հիդրանտ տեղադրել, ապա կառուցվում է նոր հրշեջ հիդրանտ։ Խնդիրը լուծելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Veolia ջուրընկերությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Նախապես ծրագրեր իրականացնելիս հրշեջ հիդրանտների տեղադրման, որ նախապես համաձայնեցնեն արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումների հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինները եւս մեծ ուշադրություն են դարձնում հիդրանտների բարվոք վիճակն ապահովելու հարցերին։ Երևանի քաղաքապետարանը փուլային տարբերակով իրականացնում է հրշեջ հիդրանտների վերանորոգում եւ նորերի կառուցում։ Առաջին փուլով ուրեմն վերակառուցվել է թվով 39 հիդրանտ, երկրորդ փուլով հենց հիմա կատարվում է 53 հիդրանտի վերանորոգում վերակառուցում եւ ունենք երրորդ փուլը, որը արդեն անցել է նախահաշվարկային նախագծային փուլը եւ կդրվի աշխատանքների գնման տենդերի եւ շատ մոտ ժամանակներում կանցնենք երրորդ փուլին։ Հարություն Հարությունյանի խոսքով հիդրանտների հարցով սերտ համագործակցում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներն օրերս ներկայացրել են մայրաքաղաքի հիդրանտների թիվը։ Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումները, հրշեջ փրկարարական ջոկատները ավարտել են ապրիլի 1-ի դրությամբ հրշեջ հիդրանտների պիտանելիության ուսումնասիրությունը, ներկայացրել են ցանկ Երևանի քաղաքապետարան, ըստ որի Երևան քաղաքում այս պահին տեղադրված է թվով 607 հիդրանտ, որից աշխատում են 328-ը։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերին, Գարեգին Սաֆարյանը նշում է. բարձր ճնշումային ջրագծերի բացակայության պատճառով հրշեջ հիդրանտների փոխարեն օգտագործվում են գետերը, լճերն ու այլընտրանքային ջրաղբյուրները։ Մեր տարածքային ստորաբաժանումները համայն բնակավայրերի ղեկավարները այդ աշխատանքներ են տանում, որպեսզի տեղադրեն երկակի նշանակության ջրավազաններ, որպեսզի հրդեհի ժամանակ մեր ստորաբաժանումները օգտվեն, իսկ մնացած ժամանակում նաև բնակավայրի բնակիչները։ Արձանագրենք, ինչպես նախորդ տարիներին 2022 թվականին հիդրանտների արդիականացումը եւ վերանորոգումը շարունակելու է մնալ պատկան մարմինների առաջնահերթություններից։ Շաբաթվա արտակարգ դեպքերը քրոնիկոնում։ Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք պատահար, որից զոհվել է 14, տուժել 123 քաղաքացի։ Արտակարգ դեպքերը կազմել են 180-ը։ Դեպքերի հիմնական մեծամասնությունը կազմել են հրդեհները, 68 դեպք, տուժել է 2 քաղաքացի, ճանապարհատրանսպորտային պատահարները 69 դեպք, զոհվել է 3, տուժել 96 քաղաքացի, քարաթափում 5 դեպք, ուժեղ քամի 7 դեպք, երկրաշարժ 1 դեպք, թունավորումներ 15 դեպք, տուժել է 23 քաղաքացի,
Կենցաղային կանչերը կազմել են 143-ը, մահացել է 4 քաղաքացի, արձանագրվել է ինքնասպանության փորձի 14 դեպք, զոհվել է 6 քաղաքացի։ Ինչպես նաև արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 32 դեպք, դուրս է բերվել 34 տրանսպորտային միջոց և 54 քաղաքացի տեղափոխվել են անվտանգ տարածք։ Ինչ անել վարարումների հեղեղումների ժամանակ, խորհուրդներ մասնագետից։ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է մշտապես եւ ենթարկվել է հեղեղումների եւ ջրածածկումների, հետեւաբար յուրաքանչյուր բնակիչ պետք է տեղեկացված լինի հեղեղումների եւ վարարումների վարքականոններին։ Յուրաքանչյուրիս ընտանիքում պետք է լինի աղետի կապոց, որտեղ պետք է լինի տաք հագուստ, ջուր, 4 սնունդ, փաստաթղթեր։ Առաջին հարկերում եւ նկուղներում պետք է իրերը դասավորված լինեն հատակից 30 սանտիմետր բարձրության վրա դարակներում, պահարաններում, սեղանների եւ աթոռակների վրա։ Բնակիչը եթե գտնվում է տանիքում, ապա պետք է ինչ-որ ձևով տեղեկացնի իր գտնվելու վայրը։ Դա կլինի բղավոցով, գոռոցով, սուլոցով, եթե հնարավոր է կրակ վառի գիշերը, իսկ ցերեկը ծուխ առաջացնի։ Եթե վտանգը կա կամ արդեն առաջացել է, պետք է անմիջապես վերցնի աղետի կապոցը, անջատի ջուր, ջրամատակարարումը, հոսանքամատակարարումը եւ գազամատակարարումը եւ շտապ դուրս գա տանից։ Իրավիճակից ելնելով, եթե իրականացվում է իրազեկում, իսկ իրազեկում իրականացվում է համայնքների եւ վարչական շրջանների միջոցով, ուշադիր բնակիչը պետք է հետևի իրազեկման ցուցումներին։ Եթե վտանգը կա կամ արդեն տեղի ունեցել եւ մարդը գտնվում է դրսում, փողոցում, ապա պետք է որտեղ որ հնարավոր է պետք է բարձրանա բարձր տեղեր։ Դա կլինի բլուր, սար, փոքր շինությունների տանիքներ, նույնիսկ մեքենայի վրա։ Ոչ մի դեպքում չպետք է վարար գետը մարդն անցնի։ Իսկ եթե խիստ անհրաժեշտ է, ապա պետք է անպայման հագնի ճտկավոր անջրաթափանց կոշիկներ եւ ունենա ձեռնափայտ։ Վարարումներից հետո, եթե բնակիչը վերադառնում է տուն, ապա պետք է տունը ուսումնասիրվի, որպեսզի տանը չլինեն վտանգավոր կենդանիներ, օձեր, կարիճներ, երկրորդացին երևույթներից խուսափելու համար։ Տան իրերը պետք է ախտահանվի։ Ջրի մեջ հայտնված սնունդը ոչ մի կերպ չպետք է օգտագործել, որովհետև ջուրն իր հետ բերում է տարբեր թունավոր նյութեր։ Գազը, ջուրը եւ հոսանքը պետք է օգտագործել այն դեպքում, երբ համոզված եք, որ անվտանգ է։ Եվ վերջում կհորդորեի մեր բնակչությանը, կխնդրեի, որ իրենց աղբը կենցաղային չթափեն գետահունները եւ սելավատարերը, որովհետեւ հոսքաջրերը իրենց հետ բերում են ջրաբերուկներ, աղբն էլ ավելանում է, խցանվում են գետահունները, եւ եթե ավելանում են նույնիսկ առատ տեղումները, արդեն գետի հունով չի կարողանում ջուրը հանդարտ անցնի, դուրս է գալիս իր ափերից եւ լցվում է մարդկանց տները եւ ցանկատարածությունները։ Գետահունը չպետք է փակել, որովհետեւ տեխնիկան չի կարողանում մտնի եւ մաքրի գետի հունը։ Տները մոտիկ գետի հուներին չպետք է կառուցել, որտեղ մի փոքր բարձրանում է եւ լցվում է մարդկանց տները։ Եվ եթե գետի հունը փոխել է իր ընթացքը, ապա հին գետահունում չպետք է որևէ գործողություն իրականացնել, որովհետև վաղ թե ուշ գետը վերադառնում է իր հին հունին։ Եթե բնակիչները իրազեկված լինեն վարարումների վարքականոններին, ապա կխուսափեն վտանգավոր աղետներից։ Այսօրվա համար այսքանը, հետևեք 911 հաղորդաշարին յուրաքանչյուր ուրբաթ առաջինի լրատվական ալիքի եթերում։